Բարև ձեզ հարգելի հետևորդներ, հունվարի վերջին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունեց գիտության զարգացման 2026-30 թվականների ռազմավարական ծրագիրը, որը դառնալու է առաջիկա հանգամյակում ոլորտի զարգացման ուղենիշը։ Ընդգրկուն այս փաստաթղթում ներկայացված են տարբեր դրույթներ, որոնց իրականացումը որակապես նոր մակարդակի կհասցնի հայկական գիտությունը։ Ծրագրի հիմնական կետերի վերաբերյալ է մեր հարցազրույցը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Անդրեասյան, որոնք են ծրագրի հիմնական դրույթները և ինչ միջոցառումներ է նախատեսվում իրականացնել։ Ինչպես դուք էլ նշեցիք, բավականին մեծ ծավալի փաստաթղթի մասին ենք խոսում, 94 տարբեր գործողություններ են պլանավորված և մի շարք ռազմավարական ուղղություններ ենք հասցեագրում գիտության ռազմավարությամբ ու փորձում ենք այնպես անել, որ գիտության ոլորտի զարգացումը լինի իսկապես ամբողջական։ Դա նշանակում է, որ հավասարապես կարևորվում է թե ոլորտում պետական նախաձեռնողական քաղաքականության շարունակությունը ու այս առումով պիտի հիշեցնեմ, որ 2018-ից ի վեր մենք արդեն իսկ շատ լուրջ ներդրումներ ենք անում գիտության ոլորտում եւ այստեղ մեր հիմնական նպատակը գիտական գերազանցության եւ միջազգային հեղինակության բարձրացումն է։ Մեզ համար շատ կարեւոր թիրախ է նաեւ գիտության տնտեսականացումը եւ սա մի ամբողջ առանձին ռազմավարական ուղղություն է, որն ուղղված է նրան, որպեսզի գիտելիքի առևտրայնացման հնարավորությունները մեծացնենք եւ կիրառականությունը այն տեղերում, որ դա կա, իսկապես դառնա հանրային ու տնտեսական ազդեցություն դարձնող արդյունք։ Իսկապես կարևորում ենք նաև գիտության ոլորտի սոցիալական ազդեցությունը, սա նշանակում է, որ հանրային ներգրավվածությունը եւ ավելի լայն լուսաբանումը, նաև այդ արժեքներին ու նոր ստեղծվող արդյունքներին հանրության առնչակցումը մեր կարևորագույն թիրախներից է եւ մենք կշարունակենք այդ ուղղությամբ մեր աշխատանքը առաջիկա տարիներին եւ միաժամանակ կարծում ենք, որ գիտության ոլորտի այս բոլոր զարգացումները չեն կարող տեղի ունենալ, եթե մենք համարժեք բարեփոխումներ չունենանք նաև գիտության կառավարման եւ այն առավելապես թափանցիկ, թվայնացված եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Ես շատ կարճ փորձեցի նկարագրել 4 ռազմավարական ուղղությունները, որոնք գիտության ռազմավարությամբ տրված են եւ ինչպես նշեցի, ամեն ուղղությամբ կան մեծ ծավալի աշխատանքներ։ Գիտեմ, որ տասնյակ ծրագրեր են նախատեսված, կառաջնացնեք մի քանի կարևորները։ Սկսեմ թերևս նրանից, որ մեր գիտության միջազգայնացումը դառնում է առաջնահերթություն եւ սա մի բան է, որը մենք վերջին տարիներին էլ շարունակաբար խրախուսել ենք մեր գիտնականներին, փորձելով ավելի սերտ կապել եւ համագործակցություններ ձևավորել արտերկրի հեղինակավոր գիտական կենտրոնների եւ արտերկրի գիտնականների հետ եւ գիտության ռազմավարությունը այնպիսի կարևոր թիրախներ է սահմանում, ինչպես օրինակ, որ 400 արտերկրի առաջատար հետազոտողներ հետազոտական խմբեր հիմնեն Հայաստանի Հանրապետությունում, սա կարևոր է, որ այդ փորձառությունը օգտագործվում է Հայաստանում գիտական կարողությունների զարգացման համար, այսինքն դրսում գործող որևէ գիտնական, որը առաջատար է, իսկ դա հեշտ չափելի է գիտության ժամանակակից համակարգերում, ձևավորում է հետազոտական խումբ հայաստանյան գիտնականներից եւ նրանք միասին աշխատում են որևէ կարևոր թեմայի շուրջ եւ սա մի կողմից թեմայի այս ուսումնասիրությունն է դարձնում բովանդակալից արդյունք, բայց մյուս կողմից էլ կարողություններ է ձևավորում եւ զարգացնում մեր երկրում։ 1000 գիտական աշխատողներ վերապատրաստվելու են առաջատար կենտրոններում, սա էլ հնարավորություն է տալիս, որ մեր երկրի գիտնականները լինեն արտերկրի տարբեր կենտրոններում եւ վերապատրաստվելով նաեւ կարողանան այդ փորձառությունը բերել այստեղ։ Նշեցիք, որ տնտեսականացմանն ուղղված քայլեր են կատարվելու, հատկապես ինչ քայլեր են կատարվելու, կասեք։ Գիտեք, մենք մի շարք գործառույթներ ենք նախատեսել, որոնք նոր գործիքների ստեղծմանն են ուղղված, մասնավորապես մենք նախատեսում ենք հիմնադրել ռիսկային նախաձեռնություններում ներդրումների պետություն մասնավոր հիմնադրամ։ Գիտեք, որ գիտության ներսում հաճախ գաղափարները անորոշություն են առաջացնում, այն իմաստով, որ դրանք դեռևս բավարար փորձարկված չեն եւ դրանց հավելյալ արժեքը եւ դրանց կիրառականությունը դեռևս որոշակի հարցեր են առաջացնում եւ նման հիմնադրամի արկայությունը, ընդ որում պետություն մասնավոր գործակցությամբ հնարավորություն կտա, որպեսզի ներդրումներ կատարվեն հեռանկարային գաղափարներ
ստարտափներում, ինչը կխթանի մեր գիտնականների աշխատանքը եւ մյուս կողմից էլ կստեղծի արդյունավետ մեխանիզմ դրանք փորձարկելու եւ դրանք պոտենցիալ տնտեսական արդյունքի վերածելու ուղղությամբ։ Մենք նախատեսում ենք նաեւ ստարտափների ամբողջական համակարգ զարգացնել, որը շատ կարեւոր է։ Պետք է հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակներում էլ տեխնոլոգիական կլաստերում առանձին ստարտափերի թաղամաս ենք պլանավորում եւ կարծում ենք, որ սա թերևս ամենահեռանկարային ուղղություններից մեկն է։ Նախատեսում ենք նաեւ մտավոր սեփականության պաշտպանության խթանման լուրջ բարեփոխում անել եւ սա թերևս առևտրայնացման ուղղված ամենակարևոր քայլերից է, որովհետեւ այն երկրները, որոնք մտավոր սեփականության պաշտպանության գործուն համակարգեր ունեն, այդտեղ մարդը իր մտավոր աշխատանքի արդյունքի պաշտպանվածության բերումով շահագրգիռ է եւ խրախուսված է հենց այդ երկրում գրանցել իր մտավոր սեփականության իրավունքը եւ հենց այդ երկրում իրացնել նաեւ այդ իրավունքից բխող քայլերը եւ կարծում ենք, որ սա էլ շատ կարեւոր կլինի առևտրայնացման ուղղությամբ։ Եվ վերջում մենք պիտի հասկանանք, որ գիտական պրոդուկտի առևտրայնացումը դա առանձին գործառույթ է։ Եվ այն մարդը, ով լավ գիտնական է, բոլորովին պարտադիր չի, որ ինքը կարողանա նաև պատկերացնել իր տված արդյունքի տնտեսական էֆեկտը։ Դա առանձին համակարգ է ենթադրում։ Պետք է լինեն առանձին օղակներ, որոնք զբաղվում են գիտական աշխատանքի արդյունքի առևտրայնացմամբ եւ մեր ռազմավարությունը նկարագրում է հենց այդպիսի օղակների եւ հենց այդպիսի համակարգերի ստեղծումը։ Ռազմավարության նպատակներից է բարձրացնել գիտության սոցիալական ազդեցությունը գիտական ձեռքբերումների ավելի լայն լուսաբանման եւ հանրային միջոցառումների ներգրավման միջոցով։ Նկատի ունենք մամուլում կամ զանգվածային լրատվամիջոցներով ավելի լայնորեն ներկայացվեն այդ աշխատանքները։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր մաս է մեր աշխատանքի մի քանի առումներով։ Նախ գիտության ներսում տեղի են ունենում շատ կարևոր հետազոտություններ, որոնք ուղիղ կապ ունեն մեր կյանքի հետ, մեր կյանքի որակի հետ։ Եվ շատ կարևոր է, որպեսզի այդ հետազոտությունները, դրանց արդյունքները հանրային պատշաճ ներկայացվեն։ Օրինակ, երբ որ խոսում ենք կլիմայի փոփոխության մասին, մեր բազմաթիվ գիտնականներ ուսումնասիրում են օրինակ ինչպես է փոխվում Հայաստանում կենսաբազմազանությունը։ Եվ ես կարծում եմ, որ այդ արդյունքները ուղղակիորեն հանրային ներկայացման կարիք ունեն, որպեսզի մենք բոլորս իրազեկված լինենք, թե եթե օրինակ այսպես շարունակենք, ինչ տեղի կունենա եւ ինչ կարող է փոխվել, եթե մենք փոխենք մեր վարքագիծը եւ լինենք ավելի ուշադիր մեր շրջակա միջավայրի նկատմամբ ավելի կենսական պայմանների եւ բազմազանությանը խրախուսող վարքագիծ ունենանք։ Երկրորդ իմաստով հաշվետվողականությունը շատ կարևոր է, որովհետև ի վերջո գիտությունը զարգանում է գլխավորապես հանրային ներդրումների միջոցով եւ հանրությունը պետք է իմանա, թե ուր են գնում այդ ներդրումները, այսինքն երբ որ մենք ասում ենք, որ գիտության ոլորտի ֆինանսավորումը 18-ի համեմատ աճել է 180%-ով, ինչ է տեղի ունեցել այդ միջոցների հետ, որ թեմաներով, որ ուղղություններով են դրանք ծախսվել եւ հանրային հաշվետվողականությունը, այո, հանրային հաշվետվողականությունը այստեղ շատ ուղիղ պարտավորություն է, որը պետք է նաև մեր կողմից իրականացվի։ Եվ երրորդը, գիտության արդյունքների հանրային ներկայացումը շատ կարևոր եմ համարում նաև գիտությամբ զբաղվելու շարունակականությունը խթանելու համար։ Բոլորովին վերջերս ես մի նախաձեռնություն ցուցաբերեցի եւ խնդրեցի, որ մեր բոլոր այն դպրոցականները, ովքեր որ կուզենան ինձ հետ այցելել գիտական ինստիտուտներ եւ լաբորատորիաներ, ուղղակի ինձ նամակ գրեն եւ մենք միասին գնանք տեսնելու, թե ինչ է տեղի ունենում մեր գիտական ինստիտուտներում եւ բառացիորեն մի քանի ժամ հետո մի քանի 100 արդեն նամակ էի ստացել մեր տարբեր մարզերի, Երևանի տարբեր դպրոցների աշակերտներից, ովքեր ուզում էին, որ միասին այցելեն գիտական որևէ ինստիտուտ։ Սա ինչի մասին է։ Նրա մասին է, որ մի կողմից հանրությունը ստանում է հնարավորություն ուղղակիորեն տեսնելու մեր գիտական ենթակառուցվածքներում ինչ է
տեղի ունենում, եւ մյուս կողմից էլ այն բոլոր երեխաները, որոնք այցելում են գիտական ինստիտուտներ, ստանում են պարզ հնարավորություն մասնագիտական կողմնորոշում ունենալու, այսինքն եթե իրենք մտածում էին սրանով զբաղվել, նրանով զբաղվել, կամ գուցե նույնիսկ պատկերացում չունեին, որ կա այսպիսի ուղղություն եւ այս ուղղության շրջանակներում կարելի է բազմաթիվ կարևոր հետազոտություններ անել, այս հանրային հաշվետվողականությունը եւ հանրային ներգրավվածությունը բերում է նրան, որ նաեւ այս մասնագիտական կողմնորոշումը եւ գիտությամբ զբաղվելու հետաքրքրվածությունը շարունակում է լինել արդիական երիտասարդների համար։ Այսինքն բոլոր իմաստներով ես նայեք մի քանի շերտեր նշեցի, կարող եմ շարունակել քննարկել եւ թվարկել, սա ցույց է տալիս, որ ինչքան կարեւոր է գիտությամբ զբաղվելը, գրեթե նույնքան կարեւոր է նաեւ դրա հանրային ներգրավվածության եւ հաշվետվողականության ապահովումը։ Կարելի է ասել, որ հաջող սերնդի շրջանում փոխվել է գիտության ընկալման վերաբերմունքը։ Գիտեք, կարծում եմ, որ սա մեծապես փոխվում է եւ դրան նպաստում է մի քանի բան։ Նախ կուզեմ ձեզ հիշեցնել, որ կառավարության ծրագրով մենք մի շատ կարեւոր ուղղություն ունեինք մեր բոլոր դպրոցներում բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ տրամադրել։ 25-ի տարեվերջի դրությամբ արդեն դպրոցների 70%-ը ունի համապատասխան արդիական լաբորատորիաներ, այս տարի մյուս բոլոր դպրոցները կստանան եւ սա հնարավորություն է տալիս, որպեսզի դպրոցներում օրինակ քիմիա անցնելիս, ֆիզիկա անցնելիս, կենսաբանություն անցնելիս երեխաները փորձնական հմտություններ ձևավորեն, հասկանան ինչ է նշանակում գիտափորձ անել, իրենք փորձեն իրենց ձեռքերով որևէ մի նոր նյութ ստանալ կամ մի քիմիական process տեսնել։ Եվ սա իհարկե մեծացնում է հետաքրքրվածությունը այս բնագավառի նկատմամբ եւ դրանով իսկ նաեւ նպաստում է, որ իրենք մտածեն գուցե դրանով ավելի լուրջ զբաղվելու։ Դրան է նպաստում նաեւ այն մեխանիզմը, որը ներդրվել է գիտության ոլորտում, էապես բարձրացնելով գիտաշխատողների վարձատրությունը։ Մենք 21 թվականին ներդրված համակարգի շնորհիվ արդեն 25 թվականի հունվարից 105-ից 300% աճ ունենք միայն բազային ֆինանսավորման, բազային վարձատրության։ Եվ այս վարձատրությունը նաև մրցունակ ու գրավիչ է դարձնում գիտաշխատողի վարձատրությունը երիտասարդների համար, ու իրենք մտածում են, որ գիտությամբ զբաղվելով կկարողանան նաև պատշաճ վարձատրվել եւ հոգալ իրենց կենցաղային եւ այլ հոգսերը, եւ այդ իմաստով էլ կարծում եմ, որ այս շղթան ճիշտ է շարունակվում։ Բացի դրանից մենք մի շարք կարևոր միջոցառումներ ենք անում, ինչպես օրինակ համադպրոցական գիտության փառատոնը, որը այս տարի արդեն 5-րդ անգամ կանենք, եւ սա հնարավորություն է տալիս, որպեսզի նաեւ մեր տարբեր երեխաներ, ովքեր գիտությամբ հետաքրքրված են, ներկայացնեն իրենց նախագծերը, լսեն պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքը, հաղթողներն էլ ունենում են հնարավորություն գնալ եւ մաս դառնալ միջազգային գիտական փառատոնի, եւ այս բոլոր առանձին ծրագրերը ստեղծում են մի միջավայր, որտեղ մեր երեխաները տեսնում են, որ գիտությամբ հնարավոր է զբաղվել, որ կան դրա համար անհրաժեշտ պայմանները եւ կա դրա հեռանկարը։ Ուստի ես կարծում եմ, որ սա իսկապես մեր կարևոր աշխատանքն է, որը պիտի շարունակենք։ Առաջարկվում է կառավարման համակարգը դարձնել առավելագույնս թափանցիկ, պարզ, վերակազմակերպել նաև ոլորտի կառուցվածքը, ինչ է նշանակում այս տվյալը մանրամասնեք։ Սա շատ կարևոր մի բան է, նախ մենք իհարկե եւ բարձրագույն կրթության ու գիտության նոր օրենքն էլ այդ մասին է խոսում, պիտի շատ ավելի սերտ փոխկապակցեն գիտությունը բարձրագույն կրթությանը։ Սա մի կողմից բխում է մեր համալսարանների զարգացման օրակարգից, որովհետև աշխարհի լավագույն համալսարանները դրանք հետազոտական համալսարաններ են, որտեղ կա ուժեղ հետազոտական բաղադրիչ, եւ ես շատ ուրախ եմ, որ մեր բուհերը գնալով ավելի ակտիվ են զբաղվում գիտությամբ, եւ այդ իմաստով գիտությունն ու բարձրագույն կրթությունը պետք է հնարավորինս մեկտեղված լինեն։ Սա բայց ինչու է կարևոր նաև գիտության համար, որովհետև սա ուղիղ ինստիտուցիոնալ հիմք է սերնդափոխության համար, ճիշտ սերնդափոխության համար, որովհետև բուհերում մեր երիտասարդները սովորելով, ներգրավվելով հետազոտության մեջ, այնուհետև ընտրում են գիտական կարիերան, շարունակելով նաև դասավանդել, եւ այս շղթան ճիշտ է աշխատում, այսինքն մենք ունենում ենք նաև գիտաշխատողների սերնդափոխության ինստիտուցիոնալ մեխանիզմ։ Եվ այդ իմաստով առաջին բանը, որ կնշեմ,
նշեի բուհերի եւ գիտական ինստիտուտների համագործակցությունն է եւ հնարավորինս ինտեգրումը։ Երկրորդ բանը, որ կուզեի նշել, դա հենց գիտական համակարգի արդյունավետության բարձրացումն է։ Գիտեք, մենք երբ որ վերլուծում էինք մեր այս աշխատանքների համար առկա իրավիճակը, բավականին վատն էր։ Մեր մեկ գիտաշխատողին 2 վարչական աշխատող էին բաժին ընկնում։ Եվ սա չեմ կարծում, որ թերևս ամենալավ հարաբերակցությունն է վարչական եւ գիտական աշխատակազմերի եւ ակնհայտ է, որ այստեղ բազում անելիքներ կան։ Այդ անելիքների մի մասը ընկած է նաեւ թվայնացման ճանապարհին, որտեղ վարչարարության մի զգալի մասը կարող է օպտիմալացվել թվային գործիքների օգտագործմամբ, բայց դա նաեւ կառավարման ճիշտ մոդելներ ընտրելու եւ այդ կառավարման մոդելներով գիտությունը կառավարելու մասին է եւ ռազմավարությունը նաեւ նման խնդիրներ է դնում եւ այդ իմաստով գիտեք մեր հիմնական նպատակն է որպեսզի գիտությամբ զբաղվող մարդը զբաղվի գիտությամբ իսկ ֆինանսական, վարչական եւ մնացած խնդիրները հնարավորինս օպտիմալ եղանակով կառավարվեն եւ այդ միջավայրն ու պայմանները ստեղծեն։ Այս ծրագրում եւ կատարվելիք այդ փոփոխություններում ինչ դերեր է պահված գիտությունների ազգային ակադեմիային։ Բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքով ակադեմիան շատ կարեւոր հանձնառություն ունի եւ ակադեմիայի կարևոր հանձնառությունն է լինել այն փորձագիտական օղակը, որ կարող է գնահատել գիտական ծրագրերի արդյունավետությունը, մոնիտորինգ իրականացնել, նաև ըստ անհրաժեշտության փորձագիտական կարծիք տրամադրել օրինակ պետությանը տարբեր ռազմավարական ուղղություններում, ինչպես նաև տարբեր ծրագրերի շուրջ։ Եվ այդ իմաստով ակադեմիան շարունակում է պահպանել շատ կարևոր նշանակությունը մեր գիտական համակարգում, միաժամանակ ազատվելով ֆինանսական, վարչահարական այն ֆունկցիաներից, որոնք որ կարծում եմ, որ ակադեմիայի այս իրական բովանդակային դերը գուցե այդքան տեսանելի չէին դարձնում։ Եվ մենք ակադեմիայի հետ շատ երկար քննարկումներ ենք ունեցել, թե օրենքի նախագծի շրջանակներում եւ թե այնուհետեւ ռազմավարության շուրջ, եւ կարող եմ ասել, որ իրենք էլ շատ նպատակաուղղված են, մենք առաջիկայում թերևս կհաստատենք արդեն ակադեմիայի նոր կանոնադրությունը կառավարության որոշմամբ դրանից հետո ակնկալում եմ, որ նոր ընտրություններ կլինեն, կձևավորվի ակադեմիայի նոր կազմը, որը վստահ եմ, որ կսպասարկի այդ գիտության զարգացման օրակարգը ամբողջությամբ։ Ակադեմիայում կառուցվածքային փոփոխություններ են սպասում, ասենք ինչ որ ինստիտուտներ միավորվել կամ վերակազմավորվել։ Ինստիտուտները ակադեմիայի կազմից արդեն իսկ օրենքի համաձայն դուրս են եկել եւ այս պահին փոխանցվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը եւ այնուհետեւ արդեն բուհերի հետ համատեղ գործունեության շրջանակներում յուրաքանչյուրի մասով կլինեն առանձին որոշումները, բայց մենք պետք է մի բանում հստակ լինենք, որ գիտական ինստիտուտների ինքնավարությունը եւ նրանց կառավարման մեխանիզմները ամբողջությամբ այն տրամաբանության մեջ են լինելու, որ ինստիտուտների բնականոն զարգացումը ոչ միայն չխոչընդոտվի, այլ հակառակը ավելի խրախուսվի։ Սա պատահական չեմ ասում, որովհետեւ չգիտեմ դուք երբեք մեր որևէ գիտական ինստիտուտում վերջին անգամ եղել։ Անցյալ տարի մի քանիսում եղել եմ։ Եվ հուսով եմ նկատել եք, որ բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում եւ թե արկա ենթակառուցվածքների նոր լաբորատորիաների ստեղծման ձևավորմամբ, թե երիտասարդ կադրերի ներգրավման բավական լավ առողջ process է գնում մեր գիտական ինստիտուտներում, որը մենք պիտի միայն շարունակենք խրախուսել, որտեղ այդ process-ները տեղի են ունենում այն բանի շնորհիվ, որ նախորդող շրջանում կառավարության ծրագրով շատ կարևոր քայլեր են արվել, դրամաշնորհային ծրագրեր, կապիտալ սարքավորումների ձեռքբերումներ, անհրաժեշտ պայմաններ ամենօրյա աշխատանքի համար եւ բնականաբար մենք շահագրգիռ ենք, որ այս ամենը միայն ընդլայնվի։ Մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել առնվազն 400 առաջատար հետազոտողների խումբ, որ ուղղություններով են ձևավորվելու այդ խմբերը, մոտավորապես կա արդեն պատկերացում։ Այո, ես պետք է ձեզ հիշեցնեմ, որ այս նույն փաթեթը, որը հաստատվեց կառավարության կողմից, ուներ նաև գիտության եւ տեխնոլոգիաների առաջնահերթ ուղղությունները, որպես առանձին հավելված, որտեղ մանրամասն վերլուծված են պատրաստության աստիճանը, այսինքն մենք ըստ տարբեր ուղղությունների քանի հետազոտողներ ունենք, ինչ ենթակառուցվածքներ ունենք, ինչպիսի պայմաններ ունենք ու հետեւաբար որ ուղղություններով է, որ կարող ենք ավելի շատ ջանք դնել
Եվ այդ գերակա ուղղություններով մենք նախատեսում ենք, որ պետք է առանձին ծրագրեր անենք։ Նույն ռազմավարությունը ֆիքսում է, որ գերակա ուղղություններով պետք է ունենան կարողությունների զարգացման առնվազն 50, հետազոտական առնվազն 100 եւ առնվազն 2 համալիր ծրագրեր։ Իսկ սա նշանակում է, որ առանձին խթանող քայլեր են իրականացնելու այնպիսի ուղղություններով, ինչպես օրինակ արհեստական բանականությունն է։ Գիտեք, որ բոլորովին վերջերս էլ մեր երկրում մի քանի նոր մեծ պրոյեկտներ այս մասով հայտարարվեցին, որոնք արհեստական բանականություն դարձնում են այնպիսի ուղղություն, որն իսկապես մեր երկրում հեռանկարային ու գրավիչ ու մրցունակ է, նաև տարածաշրջանային իմաստով, ու պետք է նաև հիշեցնեմ, որ բառացիորեն տարեսկզբին Երևանի պետական համալսարանում արհեստական բանականության կենտրոնը գործարկվեց, որը իսկապես շատ լուրջ հնարավորություն է գիտական աշխատանքների համար, այնպես որ իհարկե արհեստական բանականությունը այդ գերակա ուղղություններից մեկն է։ Մյուս ուղղություններն էլ թվարկված են, ինչպես նույն միկրոէլեկտրոնիկայի եւ տեխնոլոգիական զարգացման մյուս ուղղությունները։ Իհարկե չեմ կարող չնշել, որ հայագիտությունն է մեզ համար մնում ռազմավարական կարևորագույն ուղղություն եւ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ առանձին ջանք դնել։ Արդեն 2 տարի է, որ Մատենադարանում հայագիտական միջազգային կոնգրես ենք կազմակերպում, որին մասնակից են մեր շատ տարբեր երկրների հեղինակավոր հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։ Մենք ինքներս պետությունը ֆինանսավորում է մեր հայագիտական կենտրոններ ավելի քան 12 երկրների համալսարաններում եւ մենք այս աշխատանքը շարունակում ենք եւ հայագիտությունն էլ մնում է մեր ռազմավարական ուղղություններից մեկը։ Նշվում է, որ առնվազն 1000 հայ գիտաշխատողներ կվերապատրաստվեն արտերկրի առաջատար բարձրագույն ուսումնական կենտրոններում, արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ։ Այո, նախ պետք է ասեմ, որ արդեն իսկ մենք նախորդող շրջանում այդ հնարավորությունները ընձեռնել էինք, հիմա ռազմավարական այս ծրագրով մենք ընդլայնում ենք հնարավորությունները, որպեսզի ավելի մեծ թվով մեր գիտաշխատողներ լինեն արտերկրի կենտրոններում, ու սա շատ կարևոր եմ համարում, որովհետև այս փորձի փոխանակումն է նաև, որ մեր տեսադաշտը ընդլայնում է, ու այսօր մեր գիտական կենտրոններում էլ մենք ունենք բազմաթիվ գործընկերներ, որոնք այլ երկրներից եկել են եւ մեզ հետ մեր միջավայրում աշխատում են։ Այս համագործակցությունները գիտության զարգացման միակ տարբերակն են։ Առանց համագործակցության գիտությունը չի կարող զարգանալ եւ այդ իսկ պատճառով մենք շատ լուրջ ենք վերաբերում այս ուղղությանը, բազմաթիվ պայմանավորվածություններ կան։ Գիտեք, մեր երկիրը շատ ակտիվ մասնակցում է Հորիզոն Եվրոպա ծրագրին, Եվրոմիության այս շրջանակային համաձայնագրի մաս ենք եւ այստեղ շատ ակտիվ ենք։ Նախորդ տարի 183 հայտ ենք ներկայացրել Հորիզոն Եվրոպա ծրագրում, որը նախորդ տարվանից 24-ից 39-ով ավել է եւ ընդհանուր արդեն 8.33 միլիոն եվրո կարողացել ենք ներգրավել Հորիզոն Եվրոպա ծրագրով եւ սա կրկնակի ավել է, քան նախորդ փուլի բյուջեներ եւ սա հետևանք է նաեւ հենց այսպիսի միջազգային համագործակցությունների եւ դրա արդյունքներով նաեւ կարողությունների զարգացման։ Նախատեսվում է նպաստել 150 օտարերկրյա հետազոտողների եւ 5 գլոբալ առաջատար հետազոտողների Հայաստան տեղափոխմանը, ինչ սկզբունքով է դա կատարվելու եւ Հայաստանը ինչ պայմաններ է առաջարկելու այդ այստեղ տեղափոխվող գիտնականներին արտասահմանցի։ Դեք մենք արդեն այս պահին մեր ֆինանսավորման ծրագրերով մի իրավիճակ ունենք, երբ որ Հայաստանում գալը եւ գործելը բավականին մրցունակ է։ Մենք այս պահին ունենք ավելի քան 30 երկրների 160 գիտնականներ, որոնք մեր հետ աշխատում են մեր դրամաշնորհային ծրագրերով։ Եվ սա նշանակում է, որ արդեն այնպիսի ֆինանսավորման սխեմաներ են, որ մարդիկ, երբ որ պիտի ընտրեն, որ երկրի հետ աշխատեն, կարող են նաև Հայաստանը ընտրել, որտեղ Հայաստանի առաջարկած տարբերակները նույնպես բավական գրավիչ են, եւ բնականաբար մեզ համար առաջնահերթ կլինեն գերակա ուղղությունները։ Օրինակ, բոլորովին վերջերս էլի պետք է հիշեցնեմ Երևանի պետական համալսարանը արհեստական բանականության ծրագրով զբաղվող խմբի ղեկավարը նշում էր, որ այս պահին իրենց ամենաառաջնային խնդիրը մարդիկ են։
եւ կարիք ունեն ավելի շատ մարդկանց ներգրավելու։ Բնականաբար, երբ որ խոսում ենք փորձառու գիտնականների մասին, առաջին հերթին դրսից նման գիտնականներին հրավիրելը պետք է լինի մեր քայլը, որպեսզի նրանք նաեւ այստեղ կարողանան ուսուցանել եւ ձևավորել նոր մասնագետներ, նոր գիտաշխատողներ, ովքեր այս թեմաներով կզբաղվեն եւ ավելի կընդլայնեն հետազոտությունների շրջանակը։ Այնպես որ ակնհայտորեն գերակաուղությունները լինելու են մեր թիրախում եւ մենք առաջնահերթ ներգրավելու ու հրավիրելու ենք մասնագետների, որոնք հենց այս ոլորտներում են աշխատում։ Ինչ քայլեր է նախատեսում իրականացնել գիտության ոլորտում մասնավորի ներգրավման համար։ Նախ պետք է ասեմ, որ սա մեզ համար շատ կարևոր ուղղություն է։ Մենք ամենևին չենք կարծում, որ գիտությունը պետք է ֆինանսավորվի միայն պետության կողմից։ Ամբողջ աշխարհում հիմնականում պետությունը ֆինանսավորում է ֆունդամենտալ կամ հիմնարար գիտությունը, իսկ արդեն կիրառական գիտության հատվածում գնալով մեծանում է մասնավոր ներդրումների ծավալը, եւ մենք էլ մեր կողմից պետք է խթանենք մասնավոր ներդրումները։ Պիտի հիշեցնեմ, որ անցյալ տարի արդեն մենք որոշ ծրագրեր գործարկել ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Գիտեք, որ եթե հետազոտական փորձարարական մշակումների որակում է ստանում կազմակերպությունը, ապա գիտական աշխատանքում ներգրավված աշխատողների եկամտային հարկի որոշակի արտոնություններ են գործում եւ պետք է ասեմ, որ նախորդ տարի այս ծրագրից մեծ թվով կազմակերպություններ օգտվել են։ Մի քանի 100 գիտաշխատողներ, որոնք մասնավոր հատվածում են աշխատում, այսպիսով այդ եկամտային հարկի արտոնությունը նրանց նկատմամբ կիրառվել է։ Մենք ռազմավարությամբ նախատեսում ենք, որ մասնավոր հատվածում գիտական գործունեության խթանման առանձին ծրագրեր կանենք, մասնավորապես ավելի լավ կկապենք մասնավորին բուհերի հետ, առանձին առնվազն 300 հետազոտական ծրագրեր կլինեն։ Նախատեսում ենք համատեղ առնվազն 200 հրապարակումներ, ինչպես նաև նախատեսում ենք, որ հենց մասնավորի կողմից հրապարակումները գիտական ամսագրերում կխրախուսենք, եւ սա կարևոր է, որպեսզի մենք նաև դիվերսիֆիկացնենք գիտության ֆինանսավորումը։ Մեր թերևս ամենակարևոր թիրախն այն է, որ 2030-ի դրությամբ մենք գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնենք ՀՆԱ-ի շուրջ 1%-ի շրջանակում, ու այստեղ մենք պլանավորում ենք, որ 0.75%-ը պետական ֆինանսավորում պիտի լինի, իսկ 0.25%-ը մասնավոր, ինչը նշանակում է, որ մասնավորում մեր աշխատանքը շատ կարևոր ուղղություն է լինելու։ Վերադառնանք ակադեմիական քաղաքի վերաբերյալ հարցին։ Ակադեմիական քաղաքում նշվում է, որ կառուցվեն գիտությունից արտադրություն անցման 3 նախատիպավորման ենթակառուցվածքներ։ Դրանք լինելու են փորձարարական կենտրոններ, թե արտադրամասեր։ Դրանք լինելու են այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալիս գաղափարը արդեն հասցնել նմուշի փուլի։ Եվ սա ինչու է կարևոր, որովհետև երբ որ մենք խոսում ենք տարբեր գաղափարների իրականացման մասին, ապա տնտեսության մեջ դրա ներդրումը կախված է այդ նմուշների ստեղծումից, փորձարկումից, որն էլ հնարավորություն է տալիս արդեն գնալ օրինակ դեպի մասսայական արտադրություն, եւ մենք կարծում ենք, որ այս նմուշների ստեղծման եւ այդ փորձարկման հնարավորությունները պետք է լինեն։ Բնականաբար մենք ունենք պատկերացումներ, դա ինչպես եւ որ ուղղություններով կարող է լինել, բայց դա բխում է նաեւ մեր առանձին կլաստերների հայեցակարգերից։ Գիտեք, որ մենք ակադեմիական քաղաքում տարբեր կլաստերներ ենք ունենալու, ինչպես օրինակ տեխնոլոգիական կլաստերը, արվեստների կլաստերը, կրթական կլաստերը, եւ մենք յուրաքանչյուր կլաստերի շուրջ աշխատում ենք միջազգային հեղինակավոր բուհի հետ, ինչպես օրինակ տեխնոլոգիական կլաստերի ուղղությամբ մեզ օգնում էր Մյունխենի տեխնիկական համալսարանը։ Եվ այս կառուցվածքների ձևավորումն էլ ներառված է նրանց առաջարկների փաթեթում, այսինքն նրանք տալով մեզ տեխնոլոգիական կլաստերի հիմնական կառուցվածքն ու բնութագիրը նաև մատնանշել են այն ուղղությունները, որոնցով որ այս նախատիպավորման ենթակառուցվածքները ավելի հեռանկարային կլինեն, ու մենք բնականաբար այդ խորհրդատվությունը ընդունելով եւ նաև մեր սահմանած գերակաուղությունները հաշվի առնելով այդ ենթակառուցվածքների ձևավորումը կդիտենք որպես ակադեմիական քաղաքի մաս։ Ինչ ցուցանիշներ կամ ցուցիչներ են լինելու աշխատանքի գնահատման համար։ Բնականաբար մենք ընթացիկ մոնիտորինգ ենք ունենալու եւ չենք կարող սպասել հնգամյա ավարտին, որպեսզի գնահատենք միայն վերջում, եւ ընթացիկ մոնիտորինգը կարևոր մաս է, դրան է նպաստելու նաեւ այն տեղեկատվական համակարգերը, որոնք ներդրված են։ Պետք է հիշեցնեմ, որ մենք գիտության ոլորտում արդեն իսկ ունենք տեղեկատվական համակարգ, որը շատ բազմազան տեղեկատվություն է փոխանցում,
նմանատիպ համակարգ գործում է նաև բարձրագույն կրթության ոլորտում եւ ընթացիկ մոնիտորինգը, որը պետք է լինի թե հանրային հաշվետվողականության եւ թե ներկայացված զեկույցների ու գործողությունների հաշվետվությունների քննարկմամբ ամեն տարի կիրականացվի եւ բնականաբար ամեն տարի մենք հնարավորություն կունենանք գնահատելու, թե ինչպիսին է առաջընթացը։ Տիկին Անդրեասյան, շնորհակալ եմ բովանդակալից հարցազրույցի համար, եթե կա որևէ կետ դրույթ, որ ես բաց թողեցի, կուզենայի անդրադառնալ, խնդրեմ։ Իրականում մենք արդեն խոսեցինք այն մասին, որ շատ մեծ ծավալի ծրագրի մասին ենք խոսում եւ ես վստահ եմ, որ ինչպես մոնիտորինգը պիտի լինի շարունակական, այնպես էլ ծրագրի լուսաբանումը, ես որ հուսամ, որ ընթացքում էլ առիթ կունենանք անդրադառնալու, թե ինչպես է ռազմավարական ծրագրի իրականացումը ընթանում եւ մենք էլ սիրով կկիսենք այն արդյունքները, որոնք այդ փուլում կունենանք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։